Հիմա ներկայանում եմ ոչ թե իմ խնդրով, այլ բոլորի խնդիրն եմ ներկայացրել եւ նաեւ գրավոր բողոք դիմում ենք ներկայացրել, բոլորի հարցերը այստեղ ներառված են։ Ուրեմն միջին մասնագիտական կրթություն ունեցող այն ուսուցիչները, որոնք աշխատանքի են ընդունվել 2012 թվականից առաջ, այդ ժամանակ դեռ չի եղել այս օրենսդրական կարգավորումները եւ իրենք աշխատանքի են ընդունվել բոլորովին այլ օրենսդրական դաշտով, այսինքն բարձրագույն կրթության պահանջ չի եղել եւ այդ ուսուցիչները ամբողջ իրենց կյանքը գործունեությունը նվիրել են դպրոցին, բազմաթիվ վաստակավոր աշակերտներ ունեն, ավանդ ունեն, այսօր նրանք պատկառելի տարիքում են, պատկերացնում եք, ասենք ունեն 30, 40, նույնիսկ 47 տարվա մանկավարժական ստաժ, դուք պատկերացնում եք դա քանի դիպլոմի արժեք ունի եւ հիմա այսօր նրանք, որ ընդհանրապես մնացել է 1, 2, 3 տարի, որ գնան իրենց արժանի հանգստին, այսօր կանգնել են այս խնդրի առաջ, այսինքն նախ մեզ առաջարկվեց ատեստացիայի միջոցով մնալու աշխատելու տարբերակը, բայց կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չի, թե այդ ատեստացիան ինչ էր իրենից ներկայացնում։ Ես այսօր նույնիսկ այս բողոք դիմումի հետ ներկայացրել եմ հատուկ հենց շախմատի թեստերի պատասխան ձևաթուղթը, որովհետեւ բոլորը տեսնեն, եթե կարիք կա, կարող եմ ձեզ էլ ներկայացնել, հրապարակեք, թե 60 հարցից, եթե 20-ից ավելը սխալ է եւ կա ժամանակային խիստ սահմանափակում, պատկերացնում եք եւ թեստերի բարդությունը, այնտեղ կան հարցեր, որ գիտական աստիճանի են։ Դա ինչի պիտի ուսուցիչը դրա պատճառով հայտնվի այս թակարդում չկարողանա հաղթահարել ատեստացիան եւ դուրս մնա աշխատանքից։ Իսկ այն դեպքում, երբ որ այս ուսուցիչները պետք է ուղղակի մի քանի տարի աշխատեն եւ գնան իրենց արժանի հանգստին, իսկ այն ուսուցիչները, ովքեր որ աշխատանքի են ընդունվել այս օրենքի ընդունումից հետո, որի մեջ եմ նաեւ ես, մենք հիմա տեսնում ենք, որ պետությունը ուզում է շատ ճիշտ մոտեցում, պետական մոտեցում ցուցաբերել եւ առաջարկում է, որպեսզի մենք գնանք եւ պետական միջոցներով այդ կրթությունը ստանանք։ Մենք համաձայն ենք բարձրագույն կրթության մասին է խոսքը, թե ոչ, ուղղակի բակալավր։ 4 տարի արդեն մենք կորոշենք, հա։ Առաջարկում է, որ 2 տարով այդպես արագացված ուսուցում կազմակերպվի եւ այդ բարձրագույն կրթության դիպլոմը մենք ստանանք։ Մենք համաձայն ենք, սակայն մեզ առաջարկում է թողնել մեր հաստիքները եւ տեղավորվել ինչ-որ այլ հաստիքներով, որի համար չի պահանջվում բարձրագույն կրթության դիպլոմ։ Դա գրադարանավարն է, լաբորանտն է եւ էլի օպերատոր մի քանի հաստիք։ Մենք այս 2 օրվա ընթացքում հետաքրքրվել ենք, սիրելի լրագրողներ, եւ պարզել ենք, որ ոչ մի դպրոցում նման հաստիկ ազատ չի, որ մենք ուղղակի գնանք եւ համալրենք, այսինքն նշանակում է մենք դառնալու ենք գործազուրկ նորից եւ չեմ հասկանում այստեղ ինչ մոտիվացիա է լինելու մեզ համար, որովհետեւ մենք գնանք սովորենք։ Բայց եթե օրինակ կառավարությունը առաջարկի, որ մենք մնանք աշխատելու մեր հաստիկներում, չէ՞ որ 2 տարի է տևելու այդ ընթացքը եւ գնանք այդ կրթությանը։ Մենք լիովին համաձայն ենք, դա է ընդհանրապես մեր պահանջը, պահպանել մեր հաստիկները։ Բայց մնանք աշխատենք, նոր շարունակենք սովորել։ Մեր պատկառելի տարիքում գտնվող ուսուցիչները ուղղակի մի քանի տարի աշխատեն եւ գնան իրենց արժանի հանգստին։ Ես նաեւ պետք է նշեմ մի բան, որ ես նաեւ բոլորս էլ երևի համակարծիք ենք, որ դժվար թե հասցեական լինի այն աջակցությունը պետության կողմից, որ օրինակ 65 տարեկան ուսուցիչը պետ պատվերով գնա ուսումը ստանա եւ գա գնա թոշակի։ Չէ, համաձայն եք, չէ։ Առաջարկում գնալու։ Այո, առաջարկվում է բոլորին, այո, գնալ, բայց մենք գտնում ենք, որ իրենց պետք չի կրթություն, իրենց պետք է ընդհանրապես մի քանի տարվա աշխատանք եւ վաստակած արժանի հանգիստ։ Ես Վարդուհի Ասատրյանն եմ, Արմավիրի մարզից եմ, ես Փարաքարի միջնակարգ դպրոցում աշխատում եմ որպես շախմատի ուսուցչուհի։ Հա, ես ամենակարևոր բանը հուզմունքից մոռացա նշել, որ ոչ միայն մենք ենք այս խնդրի առաջ հարգելի լրագրողներ, այլ նաև մեր աշակերտները։ Դուք չեք պատկերացնում, թե նրանք ինչ հոգեվիճակում են։ Դե բնական է, մենք բոլորը սոցցանցերով արտահայտվում ենք, բան ինչ-ինչ եղանակներով իմացել են, որ հնարավոր է, որ այլևս չգնան։ Չեք պատկերացնի, ինչ ստրեսային վիճակ են տանում։ Գալիս այսպես կանգնում են դռան մոտ, այսպես զգուշությամբ նայում են, տեսնեն արցախ։